Հարգելի հայրենակիցներ, 2025 թվականը մեկն էր հայ ժողովրդի համար բարդ թվականներից և ցավոք սրտի 2025-ին արձանագրվեց առաջինը քրիստոնեություն ընդունած ազգի համար աներևակայելի, անթույլատրելի մի քայլ, հատվեց ևս մի կարմիր գիծ և իշխանությունը իրեն սատարող փոքր խմբի հետ միասին հարձակում գործեց բացահայտ եկեղեցու, հոգևորականների, սրբազանների և վեհափառ հայրապետի դեմ։ 2026 թվականը հայ ժողովրդի համար փոքր, բայց հույսի տարի կարող է լինել, քանի որ խորհրդարանական ընտրություններ են նախատեսված և լինելով քրիստոնյա մենք իրավունք չունենք հուսահատվել և 2026 թվական մենք պետք է մտնենք հույսով և այդ հույսը յուրաքանչյուրիս ձեռքում է և այդ հույսը յուրաքանչյուրս կարող ենք իրականացնել մեր խղճի հետ ազատ, արդար լինելով և մեր խղճի հետ արդար զրույցից հետո անելով մեր քայլը առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ և խորհրդարանական ընտրությունները հնարավորություն են փոխելու այս անկումը, կասեցնելու այս արատավոր ընթացքը, պաշտպանելու հայ առաքելական եկեղեցին, մեր ազգային ու պետական արժանապատվությունը։ Խորհրդարանական ընտրության ժամանակ քվեախցում հնարավոր է վերջ դնել Հայաստանի անկմանը։ Քվեախցում քաղաքացին է իր խիղճը և պետության ու հայրենիքի նկատմամբ իր հավատարմությունը։ Քվեախցում նա ազատ է պետական իշխանության ճնշումներից, տարատեսակ այլ հիբրիդային մեթոդներով արված ճնշումներից։ Ուստի շնորհավորելով 2026 թվականը ես մաղթում եմ, որպեսզի հուսահատությունը հանկարծ ու հանկարծ չկարողանա հաղթել մեզ և մաղթում եմ, որ հույսի, հավատի և պետության հանդեպ մեր անբեկանելի սիրո միջոցով կարողանանք 2026 թվականին կասեցնել անկումը Հայաստան պետության, իսկ հաջորդող տարիները արդեն լինեն այդ անկումից հետո վեր հառնելու գործընթացի տարիներ։ Շնորհավորում եմ։ 2025 թվականը դարձավ հերթական փորձությունների տարին հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար։ Հետպատերազմյան շրջանում ամեն տարին մենք փակում ենք նոր կորուստներով և նոր մարտահրավերներով։ Եթե 2020 թվականին կապիտուլյացիայից հետո ընկճված, ծանր, ջարդված վիճակում մենք մտանք 2021 թվական, ապա այն ավարտեցինք Գեղարքունիքի և Սյունիքի մարզի վրա ունեցած ադրբեջանական հարձակումներով և կորուստներով, Գորիսից Կապան ճանապարհը թշնամուն զիջելով։ 2022 թվականը մենք փակեցինք Ջերմուկի, Վարդենիսի, Սիսիանի, հարակից տարածքների վրա ադրբեջանական հարձակումով, պատերազմով, կորուստներով։ 2023 թվականը մենք փակեցինք Արցախի ամբողջական շրջափակումով, Արցախի մեր հայրենակիցների դեմ իրականացված ցեղասպանությամբ և բռնի տեղահանությամբ Արցախի ամբողջական կորստով։ 2024 թվականը մենք փակեցինք Տավուշի 4 գյուղերը և դրան հարակից տարածքները Ադրբեջանին հանձնելով։ 2025 թվականն էլ մենք փակում ենք Մեղրին Ադրբեջանին հանձնելու որոշմամբ, որը մտադիր են իրականացնել արդեն հաջորդ տարվանից 2026 թվականից, ինչպես նաև եկեղեցու դեմ իրականացված աննկարագրելի և աններելի հարձակման և գործողություններով։ Այս ամենը վկայում է մի բանի մասին, որ քանի դեռ Հայաստանում իշխանության ղեկին է ադրբեջանա-թուրքական ռեժիմը, հայ ժողովուրդը հաջողություններ ունենալ չի կարող։ Այս ռեժիմը օգնում է, որ ամեն տարի մեր ժողովրդի, մեր պետության հաշվին հաջողություններ տոնեն մեզ դեմ թշնամաբար տրամադրված երկրները, հատկապես Թուրքիան և Ադրբեջանը։ Եվ ես մեծ հույս ունեմ, որ 2026 թվականը կլինի այն տարին, որ մեր ժողովուրդը իր մեջ ուժ կգտնի այս շարունակական կործանումները խափանելու և ի վերջո վերստին հառնելու մեր պետականությունը այս հանցախմբի կեղտոտ, այրունոտ ճիրաններից փրկելու համար։ Դրա համար մաղթում եմ, որ հայ ժողովրդի յուրաքանչյուր ընտանիքում լինի խաղաղություն, լինի ուրախություն, լինի հաջողություն և միասնական գոտեպնդում դիմակայելու այն փորձություններին, որ մեզ փորձում են ներկայացնել այս հանցավոր խմբակի ներկայացուցիչները։ В новом году, безусловно, я желаю
вашим семьям самого главного – это здоровье. Это то, что необходимо для того, чтобы служить своему государству. И я надеюсь, что в 2026 году армянский народ сделает правильный выбор в пользу достоинства, чести, сильной Армении, умной, интеллектуальной Армении, процветающей Армении и с новым правительством. Пришло время пробуждения, и я считаю, что это слово, которое должен будет сказать армянский народ, оно будет значимым, весомым, и мы выберем с вами вместе новую дорогу к процветанию, к счастью, к сильной Армении с достоинством, с разумом, с сохранением наших духовных, цивилизационных и нравственных ценностей. Я хочу пожелать, чтобы все это с первых дней Нового года, а вообще, конечно, это должно было уже давно случиться, но я уверен, что армянский народ пробудится. Нам много тысяч лет. Наши отцы и деды завещали нам эту землю, эту страну, эту культуру, эту цивилизацию. И мы должны с вами ее не только сохранить, но и умножить. Еще раз я желаю вам всего самого наилучшего в новом году, здоровья вашим семьям, силы, мужества и духа. 2025 թվականը շատ ծանր տարի էր մեր պետության ու ժողովրդի համար։ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության հետևանքով Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում, ինչը վտանգներ է ստեղծում մեր պետականության համար։ Ներքաղաքական կյանքում Նիկոլ Փաշինյանը դարձյալ որդեգրել է պետականության ապամոնտաժման ճանապարհը։ Հայաստանում իրավունքի եւ ինքնության ճգնաժամ է, որտեղ Փաշինյանը հակասահմանադրական կամպանիա է տանում եկեղեցու դեմ։ 2026-ին բացառիկ հնարավորություն ունենք պատմություն դարձնել Նիկոլ Փաշինյանի անփառունակ իշխանությունը։ Առջևում խորհրդարանական ընտրություններ են, եւ ես մաղթում եմ, որ 2026-ը հայ ժողովրդի համար դառնա իրական խաղաղության եւ բարեկեցության, արժանապատիվ բարեկեցության տարի։